Բարի երեկո ու եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ բանտում կտրուկ վատացել է Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Տարեց տղամարդը գերեվարվել էր, երբ 2023-ին փորձել էր սրտի վիրահատության համար Արցախից Հայաստան տեղափոխվել։ Ադրբեջանական բենզինն այսօրվանից վաճառքի մեջ է։ Կգնեն արդյոք հայ վարորդները ավելի էժան ադրբեջանական վառելիքը։ Եթե ժամանակ անցնի, ինչի ոչ, Ադրբեջանը կկորի, եթե չկարգավորես հարաբերությունները։ Ոչ, եթե ադրբեջանականա չկա այդպես բան։ 3 տարվա պաշտոնավարումից հետո Վաշինգտոն է ետ կանչվել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը, ով կփոխարինի Քրիստինա Քվինին։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը չի պատրաստվում համագործակցել նախկին նախագահների հետ եւ վստահ է, Հայաստանին պետք է նոր առաջնորդ։ Ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ, նոր առաջնորդների ժամանակն է։ Ասեցի լրիր եւ նստի տեղը։ Երևանի ավականին տարին աղմկոտ ամփոփեց, դարձյալ վեճ, բղավոց, փողադարձ վիրավորանք եւ անպարկեշտ բառեր։ Երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետեւ շատ եք լոճվում։ Մոսկվայի դատարանը շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրում են ահաբեկչությունը արդարացնելու հոդվածով։ Ադրբեջանական աղբյուրները այսօր հայտնեցին, որ կտրուկ վատթարացել է Բաքվի բանտում գտնվող Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Վերջին տեղեկություններով տարեց հայ տղամարդու վիճակը ծանր է։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ միջազգային անկախ խողովակներով։ Խաչատրյանը գերեվարվել էր, երբ 2023-ին փորձել էր շրջափակված Արցախից Հայաստան տեղափոխվել սրտի վիրահատության համար։ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիվ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Ըստ ադրբեջանական աղբյուրների 3 կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել։ Նրան առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել։ Խաչատրյանը գիշերը տեղափոխվել է պետական բժշկական հաստատություն։ Յենի կլինիկա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Էմիլ Գասիմովի տեղեկացմամբ Վագիվ Խաչատրյանն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ վիճակում, սրտի բարդ խնդիրներով, սրտային անբավարարությամբ ու թոքի այտուցով։ Ciddi aortal stenoz, orta derecede mitral stenoz, xroniki ürək çatışmamazlığının dekompensasiyası fonunda. Ըստ Գասիմովի Վագիվ Խաչատրյանի վիճակը ծանր է, բայց դրական փոփոխություն կա, դեղորայքային բուժում են սկսել։ Xəstədə müsbət dinamika qeyd olunmuşdur. Այս պահին բուժառուն դուրս է եկել կյանքին սպառնացող կրիտիկական վիճակից, սակայն նրա վիճակը նախկինի պես գնահատվում է ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում, ինտենսիվ հսկողության ներքո։ İntensiv nəzarət altında. Իրականում ինչ վիճակում է 2023 թվականի հուլիսի վերջից ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիվ Խաչատրյանը, ոչ մի կերպ պարզել հնարավոր չէ։ Այն, որ արցախցի տղամարդը սրտի լուրջ խնդիրներ ունի, հայտնի էր այն պահից, երբ ադրբեջանի ուժայինները նրան իջեցրին Կարմիր խաչի մեքենայից։ Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան սրտի հրատապ վիրահատության էր գալիս բժիշկների ցուցումով։ Նրա հիվանդությունն ընդհանրապես համատեղելի չէր անազատության հետ, շեշտում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Արձանագրված է այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության շնորհիվ, որ անձը ունեցել է լուրջ հիվանդություն, ընդ որում տեղափոխումը պայմանավորված է եղել անհետաձգելի բժշկական միջամտությամբ։ Նաև խնդիրը կապված է եղել սիրտ-անոթային համակարգի հետ, ինչը ցուցադրում է կյանքին սպառնացող վտանգների լրջությունը։ Վագիվ Խաչատրյանի կյանքի պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է, շեշտում է Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Ադրբեջանը պարտավոր է նաև պարբերաբար տեղեկություն տալ Եվրոպական դատարանին պահվող անձանց առողջական խնդիրների մասին։ Ունենք խուսափողական վարքագիծ, երբ միտումնավոր ցկցկվում է տեղեկատվության տրամադրումը, այդ թվում առողջական վիճակի վերաբերյալ։
Նոյեմբերի 4-ին պիտի Բաքուն Ստրասբուրգ ուղարկած լիներ գերիների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, սակայն ըստ Սիրանուշ Սահակյանի միտումնավոր ձգձգել են եւ այժմ նոր վերջնաժամկետը հունվարի սկիզբն է։ Առողջական խնդիրներ ունեցող անձի առողջության պատշաճ կազմակերպման միակ պատասխանատուն պետությունն է եւ ցանկացած թերացում հանգեցնելու է կյանքի իրավունքի խախտման։ Ծանր առողջական խնդիրներով 70-ամյա հայ տղամարդուն Բաքուն ազատազրկել է 15 տարով։ Նրան են վերագրում այսպես կոչված Մեշալիի ցեղասպանությունը, նույնիսկ 60 տուժածների էին գտել, որ իբրև թե տեսել ու հիշել էին Խաչատրյանին ավելի քան 30 տարի անց։ Նրա ընտանիքը, իրավապաշտպանները ի սկզբանե են պնդել, կեղծ է այդ ամենը։ Վագիվ Խաչատրյանը վարորդ է եղել։ Հայրս ուղղակի վարորդ է եղել 90-ականներին գյուղատնտեսական տենց աշխատանքներ իրականացնող։ Դա զրպարտանք է, ես կարող եմ ասել, դա զրպարտանք է, ղեկավար չի եղել, ինչ որ մի ոնց ասել եւ չի ղեկավարել, ոչ մի մարդ չի ղեկավարել, ոչ հրամանատար է եղել, ոչ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ է, խորհրդային միության ժամանակ վարորդ է եղել, Հայ գերու առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ միջազգային կառույցների խողովակներով։ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը սեպտեմբերին փակվեց Ադրբեջանի իշխանությունների պահանջով։ Տեղեկատվության միակ աղբյուրն այս պահին Յենի կլինիկայի բժիշկ Կասիմովն է։ Եթե Վագիվ Խաչատրյանը դեռ 2 տարի առաջ 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 30-ամյա վաղեմության դեպքերի մեղադրանքով, ապա Ստեփանակերտի վերջին հայ բնակիչներից մեկի համար Ադրբեջանի պետական մեղադրողը 3-18 տարվա ազատազրկում էր պահանջել։ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանին Բաքուն ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ է մեղադրում։ Միջադեպը տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։ Ստրասբուրգի դատարանում Ավանեսյանի ներկայացուցիչը ավելի քան վստահ է, այս ամենը բեմականացում է։ Ստեփանակերտում անտեր ու անտուն կատուներին կերակրող Կարեն Ավանեսյանը կանգնել է ադրբեջանական դատարանի առջև։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարենին Բաքուն քրեական օրենսգրքի 8 հոդվածներ է առաջադրել ու ահաբեկիչ դարձրել։ Կարեն Ավանեսյանում բարեսնդ է։ 3 գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում պետական մեղադրողը պահանջել է Ավանեսյանին 18 տարով ազատազրկել։ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 14-ին։ Այդ օրը քաղաքում էր նաև նախագահ Ալիևը։ Ըստ Բաքվի ուժայինների 58-ամյա Ավանեսյանը կալաշնիկով ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել է մոտենալ միջոցառման վայրին, բայց աչալուրջ ոստիկանները կանխել են նրան։ Կարենը դիմադրել է կրակ բացել, նռնակներ նետել։ 3 դատարանում Էլմար Գուրբանովը պնդում էր, որ միայն իր մարմինը 8 փամփուշտ է ստացել Ավանեսյանից։ Գնդացիրիցել է կրակել ոստիկանների ուղղությամբ, ասել է այս վկան։ Բաքվի դատարանում դրանից էլ առաջ սեպտեմբերին տեղի ունեցածը ճշտելու, ստուգելու որևէ հնարավորություն չկա։ Ադրբեջանի տարածած տեսանյութում ոչ կալաշնիկով կա, ոչ գնդացիր։ Մի տղամարդ է Ստեփանակերտի կենտրոնից, այսինքն Ալիևի գտնվելու վայրից հեռու, քաղաքի արվարձանում ուսապարկով քայլում։ Բաքուն լեգենդ է հյուսում, վստահ է Ստրասբուրգի դատարանում Ավանեսյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը։ Հիմա մենք հետևում ենք Ադրբեջանում զարգացումներին ու եվրոպական դատարանին անդադ տեղեկացնում ենք այդ նոր զարգացումների մասին, բայց առաջնային որոշումը, որ հրատապապավել նրա կապը Հայաստանի հետ, փաստաբանների հետ եւ նրա հարազատների, դա չի կատարվել։ Նշանակում է Սրաբար Ադրբեջանը երբևէ չի կատարում այդ որոշումը, ինչ որ լեգենդա հիսում գործի վերաբերյալ։ Ղազարյանի տեղեկացմամբ Ստրասբուրգի դատարանը դեռ սեպտեմբերին է հրատապ միջոց կիրառել, Ադրբեջանին պարտավորեցրել տեղեկատվություն տալ նրա կյանքի առողջության պահման պայմանների վերաբերյալ ու ապահովել կապը նրա հարազատների ու փաստաբանների հետ։ Ստացել են միայն նկարներ, որոնց նրա փաստաբանները չեն հավատում։ Ադրբեջանը ներկայացրել է տեղեկատվություն, որ նա իրեն լավ է զգում, բժշկական օգնությունը բանտում տրամադրվել է, ընդհանուր ասեմ լուսանկարները ուղարկել, որ կարելի է գիրք կարդում, ինտերնետով զբաղվում, բանտում, տրենաժորի վրա է, դրա վրա վարժություններ անում։ Դե իհարկե իմանալով Ադրբեջանի ձեռագիրը հասկանում ենք, որ դա բեմականացված է։
Բաքվի տարածած տեսանյութը, որում իբրև թե ահաբեկչության նախապատրաստում է, Արա Ղազարյանը անզգուշ է անվանում։ Այդտեղ Կարենը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ բոլորովին հակառակ ուղղությամբ։ Այս ու այլ փաստեր են ներկայացրել Եվրոպական դատարանին։ Ըստ Արա Ղազարյանի, անչափ կարևոր է, որ Ստրասբուրգ ուղարկեն նաև Կարեն Ավանեսյանի հոգեկան խնդիրների վերաբերյալ տվյալներ։ Դրանք Հայաստանում են, բայց պարզվում է ոչ հասանելի։ Հայաստանի իշխանությունները պետք է մեզ պետք է տան Կարենի բժշկական տվյալները, որը մեզ չեն տալիս։ Ինչու չեն տալիս։ Որտեղ բժշկական գաղտնիքի վրա են նրանք հիմնվում։ Առողջապահության նախարարությունը մեզ մերժել է։ Նախարարությունն Ավանեսյանի վերաբերյալ բժշկական տեղեկատվություն տրամադրելու համար փաստաբաններից լիազորագիր է պահանջում, բայց ինչպես հարցնում է Ղազարյանը, Կարենը մեզ լիազորել չի կարող, որովհետև նրան հնարավորություն չի տրվում կապ հաստատել մեզ հետ։ Այս մերժման պատճառով Ստրասբուրգ չի հասնում տեղեկությունը, որ Կարեն Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի, հակառակ Ադրբեջանի պնդումներին, թե նա լիարժեք առողջ ահաբեկիչ է։ Փաստաբանները տեղեկություն ունեն, որ Ավանեսյանը այս միջադեպից առաջ ցանկացել է Հայաստան տեղափոխվել, բայց նրա ձայնը լսող չի եղել։ Այս 5 շաբթի Ավանեսյանի դատավարությունը շարունակվելու է։ Մինչ Բաքվում շարունակում են դատել հայ ռազմագերիներին, մյուսներն էլ արդեն Վագիվ Խաչատրյանի նման երկարատև ազատազրկման են դատապարտվել, Երևանն ու Բաքուն սկսել են առևտուր անել։ Այսօր օրվա վերջին հայտնի դարձավ, որ ադրբեջանական բենզինը արդեն վաճառվում է Ran Oil-ի բենզալցակայաններում։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընտանիքին պատկանող Megatrade ընկերությունն էր Ադրբեջանից շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի վառելիք գնել։ Ադրբեջանական բենզինը արդյոք հետաքրքրում է հայ վարորդներին։ Այսօր միայն օրվա ավարտին Ran Oil-ը սկսեց ադրբեջանական բենզինի վաճառքը։ Megatrade ընկերության տնօրեն Կարեն Հայրյանն ազատությանը փոխանցեց, որ արդեն իսկ Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում Երևանի Ran Oil-ի բոլոր բենզալցակայաններում ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով, այսինքն նախապես հայտարարված 440-ից ավելի էժան։ Սկզբում մենք նախնական գին էինք հնչեցրել, բայց հաշվարկներից հետո հնարավորություն եղավ բենզինի գինը սահմանել 430 դրամ։ Ասաց Megatrade-ի տնօրենը, վստահեցնելով, որ վաճառքը միայն երեկոյան է սկսել զուտ կազմակերպչական հարցերով պայմանավորված։ Պնդեց, որևէ մտավախություն չունեն ադրբեջանական բենզինի վաճառքի հետ կապված, եթե ունենային 11 վագոն վառելիք չէին գնի։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընտանիքին պատկանող Megatrade ընկերությունը Ադրբեջանից շուրջ 600 տոննա վառելիք է գնել, որը դեռ 4 օր առաջ ներկրել էր Հայաստան։ Մոտավորապես այդ քանակությամբ ադրբեջանական վառելիք գնել է հայաստանյան ևս մեկ ընկերություն, որը սակայն մինչև օրս գաղտնի է պահում իր ով լինելը։ Թե ինչով է պայմանավորված այդ զգուշավորությունը դժվար է ասել։ Սակայն այսօր Ran Oil-ի բենզալցականից օգտվող վարորդների մեծ մասը տեսախցիկի առջև պնդում էր, որ թեկուզ եւ էժան, բայց ադրբեջանական ծագման վառելիք չեն գնի, այլ բան է, որ գնելիս չեն կարող պարզել վառելիքի ծագումը։ Գնեք ադրբեջանական բենզին 440 դրամ պրեմիում տեսակի։ Ոչ։ Չո՞։ Դենց եմ ուզում։ Չեմ ուզում։ Որն է պատճառը։ Անունը արդեն։ Որ ադրբեջանական է։ Այո։ Կարծում եք այդ ճշնամանքը թույլ չի տալիս, այո։ Չէ, ուղղակի տենց եմ ուզում։ Իսկ այդ գինը, որ ցածր է, չի ստիպի վարորդներին առնել։ Իսկ թվում է ստիպելու է վառնեն։ Մարջելի տարբերակ են միշտ մանգալի, չէ։ Բայց դուք չեք գայթակղվի։ Չէ, հաստատ չէ։ Չենք զարմանում։ Ադրբեջանական բենզին։ Չէ։ Ինչու։ Որտեղ ադրբեջանական է։ Կգնեք ադրբեջանական բենզին։ Բնականաբար ոչ։ Չո՞։ Ես եմ թշնամանքը կա էլի դեռ։ Գուցե որ գերիներ ունեք, մեր օկուպացված են տարածքները։ Ես էլ եմ մասնակից եղել պատերազմին, դրա համար իմ մեջ ավելի շատ է այդ թշնամանքը։ Կարող է ուրիշ մարդիկ հիմիկվանից էլ գնեն, էլի համարեն ժամանակն է։ Որ պատերազմին եք մասնակից։ 44 օրի։ Ու բացի դրանից էլ թշնամանքը դարերով եկել է։ Կանցնի ժամանակ միգուցե եւ նորմալ ապրեն իրար հետ, բայց հիմա ոչ։ Ինչքան ժամանակ կասնեց ձեզ պետք է անցնի։ Դարեր։ Եթե ուրիշտեղ վաճառեն, ինչ եմ իմանալու, ադրբեջանականա թե Դրա ծարինելու 440։ Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, չէ։ Մարդիկ ասում են, քանի գերիներ ունենք, մեր տարածքները օկուպացրել են, չարժի գնել։ Որ չառնե գերիներին հետ են տալու։ Հա? Եթե գերիներին հետ տան չառնելով, թող չեն կառնի։ Մեր հողերը հետ կբերեն չառնել առնելով։ Մի հատ ասեք, այդ չգիտեմ։ Ճիշտ է առևտուր անել։ Ես չեմ իմանում ճիշտը որն է, հիմա որ էտա, ինչ անես։ Հարաբերությունները պետք է կարգավորել, առևտուր անել։
Եթե ժամանակ անցնի, ինչի ոչ, Ադրբեջանը կկորի, եթե չկարգավորես հարաբերությունները։ Նույն տեղում ինքը մնալու է, այսինքն ինչ անենք։ Կառնեք ադրբեջանական։ Արա հիմա ասեմ, ոչ, եթե ադրբեջանականա չկա այդպես բան, բայց դե այդ հարցը տվեք նրանց, ովքեր բերում են, եք ինձ տալիս։ Իմ համար ստեղ լցելուց ինչ տարբերություն ինչ եմ լցում։ Ես ինչ իմանամ ինչականա, չեմ էլ հարցնում ինչքանա, մտել եմ լցում եմ ինչականա, ինչ չի։ Ես վռազ եմ, լցում եմ, գնում եմ։ Մինչ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական այս գործարքը կարևոր են համարում խաղաղության հաստատման ճանապարհին, ընդդիմադիր գործիչները կոչ են անում ադրբեջանական բանտերում 23 հայ գերիների եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի պարագայում բոյկոտել ադրբեջանական բենզինը, չհարստացնել Ադրբեջանին եւ այդ կերպ չզինել ադրբեջանական բանակը։ Կոչ եմ անում բոլորին, որ 100 դրամ էլ դնեն 1 լիտր բենզինը, մենք բոյկոտենք դա, որովհետեւ վերջին հաշվով լավ պատերազմ պարտությունը մի բան է, բայց դրանից հետո շարունակել ցույց տալ, որ մենք նաև ինքնասիրություն չունենք, դա լրիվ այլ բան է։ Ադրբեջանական բենզինի շուրջ բորբոքվող գրքերի ֆոնին այսօր Facebook-յան ֆեյք օգտատերերից մեկը տեղեկություն տարածեց, թե Ռանոյելի Վանաձորի բենզալցակայանում վիճաբանություն է եղել ադրբեջանական վառելիքի թեմայի շուրջ եւ իբրև թե անհետ կորած զինծառայողի եղբոր եւ բենզալցակայանի աշխատողների միջև վեճի հետևանքով վնասվել են լիցքավորման սարքերը։ Մեգատրեյդից հերքեցին այս տեղեկությունը, ոստիկանությունից էլ Ազատությանը փոխանցեցին, որ ոչ նման դեպք կա, ոչ էլ ահազանգ։ Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական հացահատիկով բեռնված ևս մեկ գնացք է Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել։ Պրիվոլսկի երկաթուղու մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ առաջին խմբականակը 8 հացահատիկային վագոնից է բաղկացած։ Նշվում է, որ մինչև տարեվերջ այս երթուղով նախատեսվում է 30 վագոն հացահատիկ ուղարկել, ընդհանուր առմամբ ավելի քան 2000 տոննա հացահատիկ։ Նույն ճանապարհով նաև ղազախական ցորեններ վերջերս հասել Հայաստան։ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին էր հայտնել Հայաստանի համար տարանցման արգելքը հանելու որոշման մասին։ Վարչապետ Փաշինյանը իր հերթին Թուրքիայից Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություններ հայտնել, բայց այս առաջարկին ոչ Բաքուն, ոչ էլ Անկարան գոնե հրապարակավ չեն արձագանքել։ Հաջորդ տարվա մարտից Թուրքիայի խոշորագույն Turkish Airlines ազգային ավիափոխադրողը կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։ Այս մասին հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Սերդար Քլուչը, սա որակելով ևս մեկ քայլ առաջ։ Ավելի քան 3 տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին։ 22 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել, բայց ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը մնում է թղթի վրա։ Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել։ Հայ-թուրքական հարաբերությունները ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ։ 3 տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Կրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը Հայաստանում։ Երևանում Ամերիկայի դեսպանատունը ընդգծում է, որ դեսպանի հեռանալուց հետո Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է տեսնել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացումը։ Associated Press-ն էր 3 հայտնել, որ նախագահ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների եւ բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում Հայաստանից։ Առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու այդ պաշտոնում Քվինին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը չի պատրաստվում համագործակցել նախկին նախագահների հետ եւ վստահ է, Հայաստանին պետք է նոր առաջնորդ։ Ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ, նոր առաջնորդների ժամանակն է։ Ասեցի լրիր եւ նստի տեղը։
Երևանի ավականին տարին աղմկոտ ամփոփեց, դարձյալ վեճ, բղավոց, փողադարձ վիրավորանք եւ անպարկեշտ բառեր։ Երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում։ Մոսկվայի դատարանը շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրում են ահաբեկչությունը արդարացնելու հոդվածով։ Եկեղեցու պաշտպանությունից հետո կալանավորված Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժման հաշվետու ժողովի ժամանակ գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում համագործակցել նախկին նախագահների հետ եւ վստահ են, որ Հայաստանին պետք է նոր առաջնորդ, իսկ ով է վարչապետի իրենց թեկնածուն, շարժման համակարգողը այսօր էլ անուն չի հրապարակել։ Կարևոր բան եմ ուզում բոլորիս ասեմ։ Մեր երկրի բոլոր ղեկավարները, որոնց նախորդ են կոչում, նախկին են կոչում, եւ այս ղեկավարը մի ընդհանուր խնդիր ունեն։ Հասարակությունում կա մաս, որ չի ընդունում մի նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ ընդունում է մյուսին։ Կա մաս, որ չի ընդունում այսօրվա ղեկավարին, ընդունում է նախագահներից մեկին։ Մեր հասարակությունը բաժանված է։ Ամեն հասարակության հատված ունի իր համար հետաքրքիր, իմ համար համակրելի քաղաքական գործիչ, բայց բոլորով իրար հետ ոչ մեկի հետ համաձայն չեն, որովհետև ոչ մեկի մեջ չեն տեսնում իրենց համախմբող ուժը։ Որպեսզի մեր երկիրը համախմբվի, որպեսզի մեր ազգը համախմբվի, մեզ պետք է Հայաստան ունենա նոր ղեկավար։ Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ։ Իրենք արել են աշխատանք, մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում, բայց ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Առաջնորդի հետ կապված ես կրկնում եմ մեր այն կարծիքը եւ այն հայտարարությունը, որ առաջնորդը կլինի ընդունելի եւ ընկալելի մեր հանրության համար։ Իսկ անունը մենք կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը։ Մյուս հարցերը, անունը, քաղաքական ուժի անունը եւ նաեւ քաղաքական թիմի վարչապետի թեկնածուի անունը մենք կհրապարակենք տարվա սկզբին քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Բայց այդ ընտրությունների մասնակցություն ունենալ։ Միանշանակ։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը չի համարում, որ իր Զարմիկի թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի արարքը մայրաթոռում խուլիգանություն էր։ Անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ այն պահին, երբ կաթողիկոսը քարոզ էր ընթերցում, մի խումբ քաղաքացիներ հարվածում էին տաճարի դռներին։ Ականատեսի պնդմամբ Վրեժ Դուրգարյանը այդ ցուցարարներին ուղղորդողներից էր։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն դիրիժոր Կարեն Դուրգարյանը չի հերքում իր ազգական Վրեժ Դուրգարյանը, որ նաեւ թատրոնի փոխտնօրենն է, անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ շիրմաքարի վրա էր բարձրացել։ Ավելին առավոտեի հետ զրույցում դիրիժորը բացատրել է, թե ինչն է մղել մշակութային հաստատությունը ներկայացնող իր տեղակալ ազգականին այդ քայլին։ Եթե դուք ուշադիր եք նայել այդ տեսագրությանը, հապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ եւ շատերը ընկել էին հատակին եւ շատերը նաեւ շնչելու հնարավորություն չունեին, որովհետեւ գիտեք սեղմված էին եւ իմ եղբայրս փորձել է բարձրանալ, որպեսզի գոնե մի քիչ կարողանա օդափոխվի։ Իր զարմիկը չի ուղղորդել հավաքվածներին ներխուժել Մայր տաճար, պնդում է օպերային թատրոնի տնօրենը։ Հիմնավորումն էլ այն է, որ Վրեժ Դուրգարյանը հոգևորականի ընտանիքում է մեծացել, ամեն օր աղոթք լսել։ Այդ օրն էլ գործել է առանց որևէ մեկի հրահանգի։ Կարեն Դուրգարյանը չի համարում, որ շիրմաքարի վրա բարձրացած իր զարմիկի արարքը խուլիգանություն է։ Եթե մարդը ցանկացած քաղաքացի խուլիգանություն է անում, հետևաբար այդ գործողությունը պետք է տեղափոխվի մեկ այլ տիրույթ։
Եվ եթե դա ապացուցված է, ուրեմն թող այդ մարմինները, ովքեր զբաղվում են նման հարցերով, իրանք պետք է զբաղվեն, այսինքն սա իրենց տիրույթում է գտնվում։ Անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ այն նույն պահին, երբ վեհափար հայրապետը քարոզներ ընթերցում, մի խումբ քաղաքացիներ հարվածում էին տաճարի դռներին, գոռգոռում եւ վիրավորում հոգեվորականներին։ Այս ամենի ականատեսներից էր նաև ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա այսօր էլ պնդեց, Վրեժ Դուրգարյանը տաճարի մուտքի մոտ զբաղված էր հենց այդ ցուցարարներին ուղղորդելով։ Եթե իրենք մեկնաբանում են նման կերպ են մեկնաբանում, այսինքն ինչ է նշանակում, դու բարձրանում ես շիրմաքարի վրա, խոյակի վրա, ում օդը չի հերիքում բարձրանում են շիրմաքարի վրա, իրենք նման փորձ ունեն, օրինակ սեփական ընտանիքի անդամների շիրմաքարի վրա բարձրանալու կամ խոյակների վրա բարձրանալու, դա սրբապղծություն է տեղի ունեցել։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, կաթողիկոսի հեռացման պահանջով 10 եպիսկոպոսների հրավիրած հավաքին աչքի ընկած օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը արդեն պետք է աշխատանքից հեռացված լիներ։ Ըստ Դանիելյանի, օպերայի փոխտնօրենը շարունակում է պաշտոնավարել, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել։ Աջակցում է Գարեգին II-ի հեռացման օրակարգը պաշտպանողներին։ Եթե նույնականացվեր որևէ ընդդիմադիր գործիչ, որևէ ընդդիմադիր հայացքներով մարդ, որը ոչ միայն ակտիվ ա եղել, այլ ներկա ա եղել, հաստատ այդ մարդուն աշխատանքից կազատեն։ Ինչպես կմեկնաբանեք օպերայի։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել օպերային թատրոնի ներկայացուցչի պահվածքը։ Մենք կարծես կոնկրետ առիթով ենք հավաքվել եւ ասուլիսը կոնկրետ թեմատիկա ունի եւ խնդրեմ մնանք այդ թեմատիկայի մեջ։ Լուր են նաև իրավապահները, չնայած տարբեր հասարակական քաղաքական գործիչներ այս օրերին քննադատում են ոչ միայն օպերային թատրոնի փոխտնօրենի, այլ նաև Թալինի ՔՊԱ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի եւ հավաքի մյուս մասնակիցների գործողությունները դատախազությունից ազատությանը փոխանցեցին։ Քրեական վարույթի մասին տեղեկություն չկա։ Հանցագործության մասին հաղորդում հավաքի օրը Մայրաթորի բակում Գառնիկ Դանիելյանը հենց ոստիկանապետին էր ներկայացրել։ Կաշկանդվածություն կա ուժային կառույցների կողմից, որպեսզի այս գործը հետաքննեն։ Իսկ ինչպես է վերաբերում օպերային թատրոնի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեմ սկսած արշավին։ Կարեն Դուրգարյանն ասում է, ինքը եկեղեցի պարզապես չի գնում, տանն է աղոթում եւ սպասում է, որ հոգևորականները պատասխանեն վարչապետի հարցերին։ Վարչապետի հրահանգով փակված Red Store խանութների ցանցը Երևանից գործում է։ Փաշինյանը բացահայտել էր, որ Red Store խանութների ցանցում կանխիկի եւ անկանխիկի գները տարբեր են, ինչը օրենքի խախտում է։ Իրավապահները սակայն չեն շտապում պարզաբանել, եթե բիզնեսը փակելու հիմքեր կային, ինչու ավելի վաղ դա չէին արել։ Սպասում էին գործադիր ղեկավարի հրահանգին։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Վարչապետի ցուցումով բացվեց տեխնիկա վաճառող Red Store խանութների ցանցը, որը 4 օր առաջ փակվել էր նույն Փաշինյանի հրահանգից հետո։ Վարչապետի աշխատակազմն էր տեղեկացրել Նիկոլ Փաշինյանին, որ Red Store խանութների ցանցում կանխիկի ու անկանխիկի գները տարբեր են, ինչը օրենքի խախտում է։ Փաշինյանի ցուցումից հետո քննչական կոմիտեն էր շտապել Երևանի տարբեր հասցեներ կապարակնքել խանութների դռները մի քրեական գործի շրջանակում, որը հարուցված էր դեռ 2024 թվականից։ Փաստացի իրավապահները անցած տարի բիզնեսը փակելու քայլին չէին գնացել, դա արեցին միայն վարչապետի հրահանգից հետո։ Եթե բիզնեսը փակելու հիմքեր կային, ինչու ավելի վաղ չէին դա արել առանց գործադիրի ղեկավարի հրահանգի։ Քննչական կոմիտեն 2 օր է այս հարցին չի պատասխանում։ Միայն հայտնում են, թե հարկերը турքերը չվճարելու հոդվածով հարուցված վարույթով գույքագրումներ, չափագրումներ էին անում եւ արձանագրությունները կազմելուց հետո խանութները հերթով բացվում են։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքանով է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։
Քանի սենց խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Վարչապետի հրահանգը նախորդ կառավարության նիստին ուղղված էր պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Այս կառույցը 3 հաղորդեց, որ Ռեստորն իրենց ուշադրության կենտրոնում է, իրենք դեռ 2024 թվականին են պարզել, որ ընկերությունում կա ստվերային շրջանառություն, չի հաշվարկվել եւ չի վճարվել ավելի քան 95 միլիոն դրամի հարկ։ Բացի այդ, Ռեստորի հետ փոխկապակցված հիմնական Notebook Store-ը այլ հարկ վճարողի անվան տակ է նաեւ գործել, օգտվելով բարենպաստ հարկային պայմաններից։ Սրա հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 64 միլիոն դրամի վնաս։ Իրավապահներն էլ խուզարկությամբ հայտնաբերել էին 90 հեռախոս, որը Հայաստան էր հասել առանց օրինական ներմուծման փաստաթղթերի։ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վրեժ Մխիթարյանն է հանրայինի եթերում մանրամասներ փոխանցել ստուգումներից։ Այս պահին ընթացիկ ունենք համալիրարկային ստուգում, համալիրարկային ստուգման նախաձեռնության հիմքի հանդիսացել քննիչի որոշումը։ Այս պահին ստուգումը կասեցված է, որովհետև իրականացրել ենք մի շարք հարցումների պատասխաններին ենք սպասում։ Ապօրինի հանձնարարություն, այսպես է բնորոշում վարչապետ Փաշինյանի հրահանգը, նրա իսկ որոշմամբ պետական եկամուտների կոմիտեն 2 տարի ղեկավարած Դավիթ Անանյանը, որն այժմ ընդդիմադիր միասնության թվեր քաղաքական նախաձեռնության հիմնադիրներից է։ Ընդհանուր առմամբ թե վարչապետի հրահանգը, թե այդ խոսույթը ինքը օրենսդրության առումով բավականին ոչ թե խոցելի է, այլ ապօրինի եւ հակաօրինական արտահայտություններ են եւ հրահանգներ են դրան։ Ամենայն հավանականությամբ քննչական գործողություններ կատարելու անվան տակ, որպեսզի վարչապետի հանձնարարությունը այս կամ այն ձևով իմիտացիոն առումով ցույց տվի, որ կատարվել է, գործունեությունը կասեցվել է տնտեսավարողին, որը կարծում եմ քննչական մարմինը կարողացել է փաթեթավորել օրենսդրության շրջանակներում։ Գուցե փակելու անհրաժեշտություն չի եղել, նկատում են նախկին բարձրաստիճան պաշտոնյանը ընդգծում։ Պարզապես քննչականը ունենալով կասեցնելու գործառույթ, ըստ էության կատարել է վարչապետի ապօրինի հանձնարարությունը։ Ամենայն հավանականությամբ բացեցին, որովհետև իրենք ոչ թե փակել էին, այլ գործունեությունը կասեցրել էին։ Իրավունքի առումով կասեցումը կատարվում մի քանի օր տևողությամբ, պայմանավորված քննչական որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ, այսինքն իմիտացիա է կատարվել։ Փակել են մի քանի օրով, ամենաճիշտ գործունեությունը կասեցրել են մի քանի օրով, ցույց են տրվել, որ քննչական գործողություններ կատարվեց եւ վերաբացել են կամ գործունեությունը վերսկսել է այդ ընկերությունը։ Ռեստորի ղեկավար Արման Գյուրջյանը 3 տարածած հայտարարությունում ընդունել էր, որ կանխիկի եւ անկանխիկի գները տարբեր են, իսկ իր ընկերությանը հասցեագրվող մեղադրանքի մասին դեռևս հրապարակային չի խոսում։ Իդեպ Արման Գյուրջյանը հուլիսին մասնակցել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կրթվել է նորաձևե շարժմանը, որպես բանախոս ելույթ ունեցել։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի ու քննչականի մի շարք խախտումներ թույլ տված հարկեր թաքցրած գործարարը Աննա Հակոբյանի նախաձեռնած շարժման մասնակիցներին բիզնես վարելու իր տեսլականներ ներկայացնում։ Երևանի ավականին տարին շատ աղմկոտ ամփոփեց, վեճ, բղավոց, փոխադարձ վիրավորանք, անպարկեշտ բառեր։ Գրքերը բորբոքվեցին չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատելուց հետո։ Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկել էին նախագծերը դարձնել զեկուցվող, նշելով, որ դրանք ներառում են նաև կարմիր գծերի տրանսպորտին առնչվող վճարները։ Հայաստանի ներկայացուցիչները պնդում էին, որ սա բերելու է թանկացումների նոր ալիքի։ Քաղաքապետը հակադարձել էր, որ տեղական տուրքերի եւ վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել եւ կարիք չկա փաթեթը դարձնել զեկուցվող։ Այդուհանդերձ այսօր էլ հերթական անգամ ավականու նիստի ժամանակ մեղմ ասած ոչ գրական բառապաշար հնչեց։ Ժողովուրդ ջան, արդեն հասկացանք էլի։ Հասկացանք, չափի մեջ, ասենք, այս չափը չի կարելի, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում։ Երևանի ավականու տարեվերջյան նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես էր սաստում ընդդիմադիրներին։ Մայր Հայաստան եւ Հանրային ձայն խմբակցության անդամներն իրար մեղադրում էին իշխանականների ներկայացրած օրակարգը հաստատելուն աջակցելու համար։ Նախագծերից մեկով, օրինակ, մեքենաների կարմիր գծերի տարեկան վճարը նույնը մնաց, չնայած դատական երկուատյաններ թանկացումն իրավաչափ չեն համարել։ Նիստի օրակարգում 31 հարցից միայն 4-ն էր զեկուցվող։ Կարմիր գծերի եւ տրանսպորտի վճարի հարցը չզեկուցվողների շարքում էր։ Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանն ասաց, չնայած իրենց հորդորներին, Հանրային ձայնի անդամները նիստի օրակարգի քվեարկությունը չբոյկոտեցին ու փաթեթն ամբողջությամբ ընդունվեց։ Մենք հայտարարություն արեցինք, չէ՞, մենք ասենք ժողովուրդ ջան, պետք է ամեն բան անել, որպեսզի տապալվի, որովհետև իշխանությունը ունի 32 ձայն։ Ես 9 հոգու համար պատասխան չեմ կարող տալ, բայց մեր խմբակցության հարգարժան քարտուղար պարոն Հարոյանը 2 շաբաթից ավել 60 տարեկան մարդ է, հիվանդանոցում է երկկողմանի թոքաբորբով։ Եթե մեր նպատակը իրապես ԿՊ-ի թալանը տապալելն է,
ապա մենք պետք է տեսնենք, որ միջոցն է իրատեսական։ Այո, շատ լավ կլիներ 33-ով այստեղ լինենք, դեմ քվեարկենք, բայց քանի որ ակնհայտ է, որ 33 հոգի չկա, կա մեկ այլ մեխանիզմ, եթե որևէ մեկը չի մասնակցում քվեարկությանը, լինում է թեկուզ եթե լինում է 32 կողմ, միևնույն է տապալվում է եւ մյուս տարի կունենայինք անվճար աղբահանություն, անվճար ապօրինի թանկացված պարկինգ եւ մնացած բոլոր տեղական վճարները։ Այսպիսով վարորդները եկող տարի էլ կշարունակեն կարմիր գծերում մեքենաները կանգնեցնելու համար 13 անգամ թանկ վճարել։ Նախկին 12,000 դրամի փոխարեն Երևանի կենտրոնում A գոտում ուժի մեջ կմնա տարեկան 160,000 դրամը, B գոտում 24,000-ը։ Տրանսպորտի 150 դրամ ուղևորցնել նույնը կմնա։ Իսկ երևանցիներն աղբահանության դիմաց ոչ թե ըստ բնակիչների քանակի, այլ բնակարանի մակերեսով կշարունակեն վճարել։ 1 քառակուսի մետրի դիմաց 13 դրամ։ Հանրային ձայնի անդամ Արտակ Դավթյանը հեգնելով ընդդիմադիր Սամվել Հակոբյանի պնդմանը, թե իրենք ծախվել են, հարցնում է, այդ ոնց են ծախվել, որ նոր է բանտից դուրս եկել ու դեռ վարչական հսկողության տակ է։ Կուսակցության գրասենյակներն էլ կապարակնքված են։ Ինքն էլ մյուս ընդդիմադիրներին մեղադրեց։ Ունենք նախնական պայմանավորվածություն, որ բոլորս գալիս ենք։ Որպեսզի խնդիրը լուծվեր, պետք էր առաջինը турքերի հարցը դառնալ չզեկուցվող, այսինքն 33 հոգի մտի քվեարկեն, դառնալ չզեկուցվող, որից հետո կամ կբոյկոտեինք դա, կամ դեմ կքվեարկեինք։ Բայց ամբողջ մենակները համար, որ իրանցից 9 հոգի չեկեն նիստի, Մայրաստան եւ ազգային առաջընթաց։ Ընդհանուր 9 հոգի չեկե, այն որ ասում են մի հոգի մեր բազանից հիվանդ է, եթե մի հոգի լիներ խնդիրը, կարայինք էլի քննարկենք բոյկոտի տարբերակը։ Բայց 9 հոգի ձեզանից չի գալի, դուք հիմա եկել եք, մեզի ասում եք ինչ, ասում եք որպեսզի այդ հարցը չանցնի, այն 21 հարցը նույնպես չենք անցկացնում։ Այսինքն դուք չեք կարողանում ինքներդ կազմակերպվեք, չեք կարողանում ձեր մարդկանց բերեք, գալիս եք մեզ էլ օրակարգ եք թելադրում։ Առաջարկում եմ քվեարկել։ Մայր Հայաստանից հիշեցնում են կարմիր գծերի թանկացումը նախորդ տարի չէր ընդունվի, եթե հանրային ձայնից անկախացած մեկ հոգին իր քվեարկությամբ չաջակցեր իշխանությանը։ Նախագիծն ընդունվել է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն ու խմբակցության ղեկավար Արման Գալջյանն ասում են դատարանի վերջնական ուժի մեջ մտած վճիռ չկա, քաղաքապետարանը բողոքարկումների փուլում է։ Պնդումներն էլ որ դիտավորյալ են բողոքարկում, իշխանականները չեն ընդունում։ Բողոքարկման իրավունքը դա քաղաքապետարանի իրավունքն է եւ հնարավոր չէ քաղաքապետարանին մեղադրել իր բողոքարկման իրավունքից օգտվելու համար, որովհետեւ քաղաքապետարանը համաձայն չէ այդ որոշման հետ։ Թիմի մասին օրենքով եւ մի շարք այլ օրենքներով սահմանվում է ավականու գործունեության ոլորտները եւ պետական եւ քաղաքային турքերի սահմանման եւ վճարների սահմանման որոշումները, լիազորությունները տրված են ավականուն եւ ավականին արդեն իսկ որոշել է եւ հետեւաբար չի կարող նման վճիռը համարվել ոչ իրավաչափ։ Նիստի ընթացքում պարբերաբար լեզվակռվի էին անցնում նաև Մայր Հայաստանն ու քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմած Հանրապետություն խմբակցությունը։ Դահլիճից բղավողներին Ավինյանը սաստում էր կրկին բղավելով։ Ու շարունակեք ողջևորվել ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Մեր ապեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում են շահային բաների հետ։ Ապերավատ լնողներին, հեն ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց քուչում է լավ լռությունը ասեցի։ Այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք եւ ուշադիր լսեք։ Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին, այս արդեն որի անգամ նա ասում է, որ հենց մի բան մենք ենք ասում, ասում եմ պարոն Հակոբյան, ձեր քուչում չեք։ Հիմա քանի որ ինքը տենց ասում, դրա համար եմ կներեք, ես բառամթերք օգտագործում եւ ցիտում, բայց եթե մեր քուչում լինենք, ինքը հաստատ սեղանի գլխին նստած չէր լինի։ Իրանց օգտագործած բառերը, քանի որ ենք տեղից են գոռում եւ միկրոֆոնով եւ եթերով դա չի լսվում, եւ անում են արտահայտություններ, որոնք ոչ եթերային են, եւ քաղաքապետի արձագանքը եթերով լսվում է, բայց իրենց չի լսվում եւ իրենք օգտվելով այդ հնարավորությունից փորձում են այդ աղմուկը գցել, որ դա քաղաքապետը ստեղծեց, այնինչ որևէ տրամաբանություն չկա, որ հանգիստ նիստ լինի, որ քաղաքապետը սկսի տես բաներ ասել։
Քաղաքային իշխանությունը երևանցիներին խոստանում էր Աչափնյակի մետրոն հնարավորինս արագ կառուցել։ Դեռ 2024 թվականին շինարարության մեկնարկը խոստացած Ավինյանն այսօր ասաց, դա նորանկախ Հայաստանի ամենաբարդ նախագծերից մեկն է։ Օրինակ, փորձաքննություն ավելի քան 1 տարի է տևել։ 26-ի բյուջեով 2 միլիարդ դրամ է հատկացվելու նախագծի համար։ Այս տարի այդ նույն նպատակով բյուջեից դարձյալ հատկացումներ էին եղել, բայց գումարի մի մասով քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբույս է գնել։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հաստատում է, իր պաշտոնանկության հարցը քննարկվել է, ԿՊԱ-ական պաշտոնյան այդուհանդերձ հրաժարվում է կոնկրետ պատճառը բացահայտել։ Այս օրերին մի հիմնական վարկած էր քննարկվում, թե ԿՊԱ-ական մարզպետը պաշտոնը կորցնում է շաբաթներ առաջ Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցում վարչապետի մասնակցության պատարագի ոչ հարթ ընթացքի պատճառով։ Պատարագը բոյկոտել էին տեղի բոլոր հոգևորականները, շիրակցիները հաջողել էին նաև կաթողիկոսի անունը հնչեցնել պատարագի ընթացքում, եղան նաև քաղաքական ակցիաներ, գյումրեցիներից ոմանք էլ ամոթ հանք տվեցին ԿՊԱ-ականներին եւ կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին։ Արուշանյանը հերքում է, թե իրենց վարչապետի դժգոհության պատճառը դեկտեմբերի 7-ի պատարագն էր։ Քննարկում եղել է մեր գիտեք падգամավորների տեխնազուները վարչության անդամների հետ հանդիպում են ունենում բոլորը։ Քննարկում եղել է, որոշում չկա, որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել, այդ քննարկումներն է շատ հետաքրքիր գուցե եւ մարդիկ կային, որոնք ցանկություն ունեին նման ու այդ հրաբարակումները շատ արագ տարածեցին, այդ լուրերը շատ արագ տարածեցին կեղծ, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել, բայց բանկից ասում եմ, քննարկում եղել է, որոշում դեռ չկա, դե որոշում լինելու պարագայում հրաբարակում կլինի ու քանի դեռ որոշում չկա, ես միջև վերջի պահը Շիրակի մարզպետն եմ ու շարունակում եմ աշխատել, որովհետեւ ես չեմ աշխատում, որովհետեւ պաշտոն ունեմ։ Ես պաշտոնը սպայեմ, ես աշխատում եմ, որովհետև պաշտոնն է տվել ինձ հնարավորություն մարզի համար լավ բան անելու։ Մինչև վերջի պահը իմ աշխատանքի շարունակելու եմ ծառայել մարզին ու փորձելու եմ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը փոխենք։ Մենք չենք աշխատում, որ մեր պաշտոնը պահենք։ Այս խոսքեր կա պատճառների մասով, հա, տարբեր պատճառներ, ամենաառաջինը նախ Յոթվերք եկեղեցու հետ կապված, կուսակցական խնդիրների հետ կապված, տարբեր Ժորժ ջան, օգնականի հետ կապված, օգնական չէ, խորհրդականի հետ կապված, քրեական գործ կա, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, հրապարակումները իրենց գործն են անում, այդտեղ իրավական դաշտ է, որովհետեւ միջամտության բան չկա, բայց ինձ համար հետաքրքիր նորությունը որ կար 7 վերքներ, ինչպես միշտ էլի անկեղծորեն ասում եմ, որ 7 վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից, ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որևիցե մեկը ղեկավարությունը չի զանգել ինձ ասել, թե 7 վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։ Միջազգային լրահոսից Մոսկովյան դատարանը շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության արդարացման հոդվածով, որը 5-ից 7 տարվա ազատազրկում է նախատեսում։ Դատարանի վճռում, սակայն հստակեցված չէ, թե հատկապես որ հայտարարությունների համար է Կասպարովի նկատմամբ նման որոշում կայացվել։ Միայն նշված է, որ խափանման միջոցը ուժի մեջ կմտնի նրա ձերբակալության կամ արտահանձնման պահից սկսած։ Կասպարովը բնակվում է արտերկրում եւ ավելի քան 10 տարի է Ռուսաստանում չի եղել։ Մայամիում բանակցությունները ավարտվեցին, իսկ ռումբերը շարունակում են պայթել։ Ռուսական զորքը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ուկրաինական զինուժը իր հերթին հարվածել է ռուսական թիրախներին, այդ թվում Ստավրոպոլում գտնվող նավթաքիմիական գործարանին։ Մայամիում Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի բանակցություններից 2 օր անց ռուսական զորքը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների էներգետիկ եւ ռազմական ենթակառուցվածքներին, կիրառելով 600-ից ավելի անօդաչու եւ մոտ 40 հրթիռ։ Կա առնվազն 3 զոհ, այդ թվում 4-ամյա երեխա կան նաեւ վիրավորներ։
Ուկրաինայի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ անջատումներ են եղել, այդ թվում Օդեսայում, որտեղ նաև վնասվել են նավահանգստի ենթակառուցվածքը եւ քաղաքացիական նավ։ Ռուսական զորքի թիրախում են եղել նաև Խարկովը, Չեռնիգովը, Ժիտոմիրը, Կիևը եւ այլ շրջաններ։ Կիևում առնվազն 5 մարդ է տուժել, վնասվել են բնակարաններ։ Տեսա, թե ինչպես է Շահեդ անօթաչուն թռչում գլխիս վրայով, հետո այն պայթեց։ Վազեցի բնակարան եւ տեսա, որ բնակարանը ներսից ավերվել էր։ Ամբողջ կայքը վնասվել էր։ 3 երեխա ունենք։ Չգիտեմ ինչ եմ անելու հետո։ Դեռ ոչինչ չեմ հասկանում։ Հասկացանք, որ անօթաչուն գալիս էր մեր ուղությամբ։ Առաջին անգամ էի լսում դրա ձայնը։ Նույնիսկ ժամանակ չունեինք հասկանալու, թե ինչ էր կատարվում։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ ամեն ինչ քանդվեց։ Պայթյունի ժամանակ ես եւ ամուսինս միջանցքում էինք։ Հավանաբար դա մեզ փրկեց։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ հրետակոծության պատճառով երկրի ատոմակայանները կրճատել են արտադրական հզորությունները։ Արտյոմ Նեկրասովն ասել է, որ հզորությունների ավելացումը տեղի կունենա աստիճանաբար, երբ վերականգնվեն ռուսական հարվածներից վնասված ցանցերը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն էլ զսպվածության կոչ է արել միջուկային վթարները կանխելու համար։ Ուկրաինայի հարևան Լեհաստանը ռուսական զինուժի հարվածների ֆոնին կործանիչներ է օդ բարձրացրել եւ բարձր պատրաստվածության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է ռուսական թիրախներին, այդ թվում Ստավրոպոլում գտնվող նավթաքիմիական գործարանի, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ռուսական հարվածները հստակ ազդակ են հղում Մոսկվայի առաջնահերթությունների մասին։ Վլադիմիր Զելենսկին նաև արդյունավետ է որակել Մայամիի բանակցությունները, որոնց արդյունքների մասին իրեն այսօր մանրամասն զեկուցել են Ուկրաինայի բանագնացները։ Ըստ նրա պատրաստվել են մի քանի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի վերակառուցման եւ պատերազմը դադարեցնելու շրջանակային համաձայնագրի։ Զելենսկիի խոսքով երաշխիքների դրույթները սահմանվել են այնպես, որ համապատասխանեն պատերազմն իրականում ավարտելու նպատակին եւ ռուսական հնարավոր ներխուժումը կանխելու անհրաժեշտությանը։ Բանակցությունների եւ հանդիպումների յուրաքանչյուր փուլ ամրապնդում է Ուկրաինայի շահերը եւ հենց այսպես էլ մենք կառուցողաբար կշարունակենք այս աշխատանքը սոցցանցում գրել է Զելենսկին։ Մինչ այդ էլ Ուկրաինայի նախագահն ասել էր, թե պատերազմը դադարեցնելու հիմնական փաստաթղթերը մոտ 90%-ով պատրաստ են, թեև դեռ կան կետեր, որոնց հետ կողմերից որևէ մեկը համաձայն չէ։ Այնուամենայնիվ 20 կետանոց խաղաղության ամերիկյան ծրագիրը ըստ նրա կա եւ կազմում է բանակցությունների հիմքը։ Ըստ Զելենսկիի կողմերը շատ մոտ են իրական արդյունքի հասնելուն։ Կարևոր է, որ սա եւ մեր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխատանքն է։ Սա ենթադրում է, որ մենք շատ մոտ ենք իրական արդյունքի։ Սկզբունքորեն բոլոր փաստաթղթերի հիմնական բլոկն իմ կարծիքով պատրաստ է։ Базовый блок всех документов, на мой погляд, готов։ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Մայամիում հանգստյան օրերին կայացած բանակցությունները լավ են ընթացել, առանց մանրամասներ հայտնելու։ Չնայած Վաշինգտոնի ու Կիևի լավատեսությանը Մոսկվայում չեն կարծում, որ Մայամիի հանդիպումները կարող են առաջընթաց համարվել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա զուտ աշխատանքային գործընթաց է եւ Մոսկվան բազմիցս է ասել, որ խաղաղության համաձայնագիր կնքելուց առաջ պետք է փորձագիտական մակարդակով մանրակրկիտ աշխատանք տարվի։ Ամենակարևորն ամերիկացիներից տեղեկատվություն ստանալն էր եվրոպացիների եւ ուկրաինացիների հետ իրենց աշխատանքի արդյունքների մասին։ Եվ դրա հիման վրա կարող ենք որոշել, թե որքանով են այս զարգացումները համապատասխանում Անկորիջի պայմանավորվածություններին։ Financial Times-ը երկու անանուն պաշտոնյայի հղումով գրում է, թե Վլադիմիր Պուտինը հավատում է, որ կարող է Ուկրաինային լիակատար պարտության մատնել, չնայած Ռուսաստանի տնտեսությունում աճող խնդիրներին։ Ըստ թերթի այս վստահությունը մեծապես հիմնված է զինվորականների եւ անվտանգության ծառայությունների զեկույցների վրա, որոնք հաճախ մոլորեցնող են եւ չեն ներկայացնում մարտի դաշտում տիրող իրական պատկերը։ Բրիտանական պարբերականը նշում է, որ հենց այդ զեկույցներին վստահելով էլ Պուտինը հրաժարվում է զիջումների գնալ։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutsun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Հաջողություն։